Մինչ սկսվեց մեծ երազանքից ապրելու Հայաստանում, արդեն ստեղծվեց The Muse-ը որպես անհատականություն մատուցող բրենդ։ Եվ ներկա պահից մոտ 13 երկրում վաճառվում է բրենդը, եւ դա երևի թե փոքրիկ հաղթանակներն են մեր։ Բրենդը նաեւ մասնակցել է Միլանի նորաձևության շաբաթից հետո Փարիզում, Նյու Յորքում եւ Պիտերբուրգում կայանալիք նորաձևության շաբաթներին։ Իրականում բավականին մեծ հաջողություններ եւ ինձ համար որպես դիզայներ եւ առաջնահերթ որպես հայ, որովհետեւ մի քանի հարթակներում մենք առաջին բրենդն ենք, որը ստեղծված էր Հայաստանում եւ նման մասշտաբային ունեցել է ցուցադրություն։ Շատ դժվար էր ներկայացնել եւ ունենալ վստահություն արտերկրի գնորդներից, բայց նաեւ ասեմ, որ շատ գնահատվել է Հայաստանի ներքին շուկայում, երբ որ նոր ենք սկսել մեր գործունեությունը, մենք բախվում ենք անխնդիրի հետ, որ ցանկացած առաջարկ, որը որ Հայաստանում է արվում, մարդիկ իրեն մի քիչ կասկածանքով են վերաբերում, միգուցե դա սովետական միությունից մնացած ինչ-որ բարդույթներ էին, որովհետև մարդկանց համար ինչ որ բերված է միշտ ավելի լավն էր թվում, եւ հենց մենք շատ առնչվում ենք անխնդիրի հետ, որոնք մարդիկ կնախընտրեն թեկուզ շատ ավելի բարձր արժեքով, բայց ենթադրենք թուրքականը, բայց ոչ հայկականը։ Եվ տարիների ընթացքում միգուցե եւ մենք մեր փոքրիկ լուման ունենք այդտեղ, բավականին փոխվել է այդ վերաբերմունքը։